Կառնավալը վերջացել է, արդեն հավաքել են, բայց ասֆալտը հələ լավ չեն մաքրել։ Այսա կերել, խմել, թափել են։ Բայց այսօր ամբողջը կմաքրեն, հա։ Ահա, գնացքս գալու է։ Գնացինք։ Բարի լույս, սիրելի բարեկամներ։ Ցուրտ ձմեռային օր է, 3.5 աստիճան է պլյուս։ Արև է, բայց լավ ցուրտ է։ Կառնավալը վերջացել է, արդեն հավաքում են, մաքրում են։ Լավ է, այս տարի էլ պրծանք դրանից։ Այս տարի ի տարբերություն անցյալ տարվա ես այդքան մասնակից չեղա, մենակ են մի վլոգի մեջ տեսակ այդ կադրերը, մի քիչ աշուտ հետ գնացինք, նայեցինք ու նկարեցի։ Ու մնացած օրերին մեքենայով եմ գնացել ու չեմ տեսել։ Իսկ անցյալ տարի ոտքով էի գնում գալիս կայարան։ Խմած, հարբած, գետիններին քնած, մարդիկ այդ իրանց կառնավալային շորերով։ Այս տարի այդքան չտեսա։ Լավ էր դե վերջացավ այս տարի էլ։ Մի քանի հատ հարցեր եք գրել էլի, բայց սենց չեմ էլ հասցնում ես ձևով նկարեմ, ինչ որ դնում եմ արդեն նկարիչ, որ վլոգ դնում եմ արդեն նկարած ունեի, որ դնում եմ։ Հարցերին արդեն երևի, երբ որ ազատ կլինեմ, գործի չեմ լինի, այն ժամանակ կպատասխանեմ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ այս բաճկոնը պահեցի։ Շատ հավես է, մի քիչ կարճ է, ես էլ սովոր եմ երկար բաճկոնների, բայց սիրուն է շատ հավես է։ Հատուկ շնորհակալություն իմ սիրելի Գայանեին, ինքը գիտի ինչի համար։ Այստեղ կենտում էլ է շատ ցուրտ, արև կա կարևորը։ Այս ահա ինձ թվում է այս մի շաբաթ արդեն տակերը կընկնեն։ Ուզում եմ, հա նայում եմ, որ ջերմաստիճանը գրի ու չի գրում։ Լավ, ինչ որը ժամը 12-ից 20-ը պակաս։ Գնացի ժողովուրդ ջան, խանութում ինչքան կարողանամ կնկարեմ։ Մենք ինչ կա նոր մեր խանութում։ Սիրուն է, չէ, ստարշնագույնը շատ սիրուն գույնը, բեժն էլ կա նույնի։ Այսպես իրար հետ հագնելու համար յուբկան ու վերևը։ Ինչ արժի 15 եվրո վերևը, 15 էլ յուբկան արժի։ Սրա ուրիշ գույնն էլ կա այստեղ։ Այս գույնն էլ կա։ Բայց այն դարշնագույնը ավելի սիրուն է։ Այստեղ սվիտրներ 20 եվրո արժեն, հաստ ու կարճ։ Ես կարճից մի քիչ ոնց որ խուսափում եմ, ձմեռով 22 եվրո։ Այստեղ տեսնենք ինչ ունենք։ Այս էլ 20 եվրո, փափուկ սիրուն սվիտրը։ Այս կողմում սրանք կիսաթև, հաստ ու կիսաթև։ Այնտեղ կոլեգաս զբաղված է, աշխատում է։ Սրանք վադալասկաներ են։ Այ շաբաթ օր ինձ մեկը հարցրեց, բայց չեմ հիշում անունն ինչ ասեց վադալասկա։ Բացատրեց, ես էլ բերեցի տեղը ցույց տվի, բայց անունը մոռացել եմ, ինչ էր վադալասկայի։ Այսպես մեկու մեջ զեղչված բաներ էլ կան, 10 եվրո։ Ասել սիրուն է։ Ինչ արժի 20 եվրո։
Կոշիկները, ես որ սենց տապակ կոշիկ չեմ կարում հակնեմ, ոտքես ցավում են, արժեքը 12 եվրո։ Սրանք էլ են հաստվաներ, չել փափուկա 25 եվրո, կանաչը։ Ես էլ ասիրում, բայց չգիտեմ հակաս ոնց կլինի, տակից երևի պետք է մի հատ մայկական բան հակնել, 18 եվրո։ Շակետը 22, այստեղ պլաշները 36 եվրո, անցյալ տարի շատ ունեինք սենց ժիլետներ, սրանք 26, բայց զեղչվել է, երեկասայում մեկը առավ, տեսի։ Այս պաչկոններն էլ են զեղչված, ձևերը մի քիչ սիրուն չի սրանց 20 եվրոյա իջիր, այս գույնն էլ կա, ուղղակի ձևը չգիտեմ, էլի լայն աշատ է։ Բարև ձեզ, վայ հայ աշխատողներ ունենք մեր խանութում, ոնց եք, ես ինչ ես առել, չեմ առել, զերջ են, եթե կուզես վեճ չէ, մերսի, չէ, բայց աղկամանը վատը չի, չէ աղջիկներ, բայց ես չապի ես մի հատ ունեմ, հա, մի հատ ունեմ, չէ, էլ չապի չեմ ուզի, ավելի մեծ, հա, ավելի մեծ չկա ռուս, ես ծաղկամանից ավելի մեծ, հա, ահագին հետաքրքիր բաներ հա, հələ ոնց են գովազդանում, քիչ ամնում ինձ համոզեն, հələ նայիս, հոմու, ստեղ Ռուզանը բերել է վերել, հա ռուս, էդ ինչ ես բերել հələ հետաքրքիր, բա ինչ ես անում Գայանե ջան, ասային շատ հանգիստ է, հա, այստեղ ես օգնում, Այս շալվարները շատ լավն են, ասում եմ գոնե նորմալ մարզվող լինեինք, հակնեինք, տեսեք էլ ինչ լավ լայն, սրա այս գույնն էլ կա, շատ սիրուն են, 15 եվրո արժեն, ահագին մեծ բաժին սպորտային հագուստ ունենք, այստեղ տեսենք հələ Գայան ու Ռուզանը հələ խոսում են այնտեղ է, հետո նայելու են վիդեոս, ասեն խեիր նկարել, ահագին տեսականի ունենք սպորտային հագուստների, տարբեր գույների, որ նայում ես ու հավես էդ գալիս է, որ հագնես գնաս մարզվես, լավն են շատ էլ առնում են իդեպ, տարբեր գույների կա, Գայանե ջան, էդ ուր ես գնում, կասա? կասայի մեջ մի քիչ օգնելու կարիք կա, հա, գա ես նոր է, հլը, պրարեխով է, թե չէ, հա ուղղակի լայն, հա, տակերը մի քիչ լայնով է, բայց ես, ստորնա որակը ավելի լավ է, վայ շատ լավն են, հա, մեր մոտ բավականին տեսականին շատացել է, որակը ես կասեի ավելի, Ժանան նկատեց, որ նկարում է, ինչ է ես անելու, եթե ես իմ հայ կոլեգաները ստեղ չլեն, չունենայի հայ աշխատողներ, չունենայի հայ կոլեգաներն ես եմ ասում, հալոսը չէ, հենց եմ ասում, չունենայի հայ աշխատողներ, ոնց որ ես իմ խանութն է էլի, չէ, բայց իրոք ինքան լավ, որ ունեմ էդի հայ կոլեգաներին, այլապես շատ ցանցալի կլներ, հավատացեք։ 20 րոպե ունեմ գործը սկսելու, մինչև պատրաստվեմ, բան չի մնա, տակ հագնվել եմ, դեցորդեր դուրսը, աչկոնը շատ հավանում եմ, ասեմ, շատ դուրս գալիս է, ոնց որ նոր ոչ լինի իմ համար, ես չեմ հագել, այս բանով, սենց բաճկոններ չեմ հագել, այս մի քիչ երևի ավելի երիտասարդական է, դե ես էլ երիտասարդ եմ, էլի, 50-ից հետո նոր երիտասարդություն է սկսվում, ժողովուրդ ջան,
Մի քանի տեղ ինձ նշանակել են այսօր աշխատելու մի քանի տեղ, պետք է հիշեմ։ Պետք է հիշել կլինի կես ժամի տեղ, հետո մի ժամ ու կես մի տեղ, հետո նորից մի ժամ ուրիշ տեղ, հետո նորից վերջ սենց խառը պլանինգ է։ Խանութում ոնց որ հանգիստ էր երևում։ Շատ մարդ չկար, առայժմ չկար, բայց այսօր օրը չորեքշաբթի է, այսինքն շատ մարդ կգա։ Դպրոցը կվերջացնեն ու կգան։ Հա, ինչ-որ մեկի հեռախոսն է այնտեղ կամ զանգ է, կամ ինչ է, չգիտեմ, միացել է։ Մուսուլմանները պատրաստվում են իրանց ռամադանին կամ ռամազանին, ոնց որ մենք ենք ասում։ Զարդարել են, վաղը ուտելիք բանել են դնելու, որ նշեն սկիզբը իրանց տոնի։ Այդտեղ պարկես։ Հո, բա չես մրսում։ Ծածկեմ վրեդ, Քսենիա։ Հա, պստո ջան։ Լավ ժամանակ չունեմ, Քսենիա, ես պետք է գնամ։ Դու պարկի, հա։ Հո, պստլո։ Առավոտ ժամը 9:15 պետք է մի բան սարքեմ ուտելու, որ համ տան Աշոտի համար ուտելիք լինի, համ էլ ես ուտեմ գնամ գործի, այս ձկան ֆիլեները սոուսով Լիդլից որ միշտ առնում ենք, ձեզ ցույց եմ տալիս, սրանցից պետք է դնեմ ջեռոց, բրինձ ունեմ եփած, բրինձի հետ ու արագ կանաչ աղցանք պատրաստեմ, սրանք այս մեկը սպանախով է պատրաստած, հենց այսպես կանաչ գույն, սառած է, այստեղ տակը, մի րոպե նայեմ, հա, հենց այսպես կարամ դնեմ, հենց այսպես պետք է դնեմ, նախկինում միշտ առնում էինք, բայց այս ահագին ժամանակը միջում էինք տվել, հիմա նորից Աշոտը բերել է 3 Լիդլից, այս մեկը կարմիր սոուսով է, ինձ ավելի շատ դուր է գալիս այս սոուսը, ջեռոցը միացրել եմ տաքանա, հիմա հենց նոր տեսա, որ յուղաթուղթ չունեմ, միշտ այս ջեռոցի տապակի մեջ փռում եմ, նոր եմ բանդնում ջեռոց, բայց տեսա, որ վերջացել է, այսինքն ակցիան հաստատ պետք է գնացվի, ահա, այս տնեմ թող եփվի, ասենց սառած վիճակում եթե դնում եմ 40 րոպե պետք է մնա, պես որ ժամանակ կա, այս տնեմ, իհարկե 3 լոբով ապուր էի պատրաստել, դրանից էլ ունեմ, հիմա արագ դեռ ջուր էլ չեմ խմել, բայց ջուրը լցրել եմ ու ջուր եմ եռացրել, որ ավելացնեմ իմ թարմ ջրի վրա, որ գոլ լինի, հիմա ջուր խմեմ ու անցնեմ արագ մի ժամ ժամանակ ունեմ, մի ժամ էլ չի, հա, մի ժամ ունեմ, բայց ուտելը, սուրճ խմել, ամեն ինչ միասին, պատրաստվեմ, որ գնամ գործի, այսօր էլ աշխատեմ, որ ազատ եմ լինելու, ազատ շաբաթ է լինելու։ Ընդմիջման համար ես լեհական խանութից, որ առա այդ կաթնաշողից կդնեմ, դուք ինձ գրել էիք, որ կաթնաշողն է լավ, ես սկրինշոտ եմ արել, որ մյուս գնալուց դրանից առնեմ, կեսի 3 եմ տարել, կեսն էլ այսօր կտանեմ, այս իմ ամանի մեջ եմ լցնում, այս կլցնեմ, վրայից էլ հետնել մի քիչ խունական յոգուրտ կխառնեմ, բայց կաթնաշողը հենց տեսնում եմ, մտածում եմ արժեր պեչենիներ պատրաստել, բայց դե քանի մի քիչ նիհարում եմ, պետք է բան չանեմ, աբսուրդ է, չէ, չաղանալու համար բան չենք թխում, ահա, 2 գտալ էլ մածուն, հունական յոգուրտ, հատապտուղ, թարմ հատապտուղ չունենք հիմա տանը, թե չէ կարելի էր մի քիչ լցնել, սառած կա, բայց սառածն էլ որ լցնեմ կհալվի ջուրը դուրս կտա, դրա համար չեմ լցնի, 3 Աշոտը խանութ էր գնացել, բայց չեմ ասել, որ թարմ հատապտուղ էլ առնի, հենց այսպես, ես կտանեմ, հետո մի հատ բուտերբրոդ պետք է պատրաստեմ, հնդկավի երշիկով, որ սպիտակուսներ լինի, րոպե էլ բերեմ, չեմ ուզում աման հետս վերցնեմ, այս վերջերս միշտ ֆոլգայի մեջ եմ դնում, ասեցի զիպ տոպրակներն էլ վերջացել են, պետք է գնանք Աշոտը նոր ասում է, ուզում ես գնամ ես յուղաթուղթ առնեմ,
ասի չէ մնա իրար հետ կգնանք, ոնց ակցիոն գնաս ես չգամ, ահա, մի րոպե, այստեղից եք հաց վերցնել, այս հացերով պետք է ֆոլկորն ամբողջահատիկի հացա, սրա մեջ հիմա կդնեմ այս հնդկահավի երշիկը, իդեպ ասեմ, այս արդեն փորձել եմ, այս արդեն երկու անգամ դնում եմ հնդկահավի երշիկը ու թարմ կանաչ աղցանի թերթիկ եմ դնում ու հետը իմ յոգուրտն եմ ուտում, դրանից այրոցա ստամոքսի սկսվում, իժոգա, այսինքն այդ լավ չի, չգիտեմ, իրար հետ չի լինում, երևի համատեղելությունը ճիշտ չի, դրա համար էլ չեմ դնում այդ, ահա, ուզում եմ սրա վրա էլ մի քիչ հումուս կսեմ, որ սպիտակուսներ լինի, որ սպիտակուսներ չի լինում, չէ, արագ սովածանում ենք, հիշում եմ նախկինում, որ ասենք, ենթադրենք, կարտոշկա ենք տապակում, ուտում էինք թթվով կամ, չգիտեմ ինչ, մակարոնով փլավ կամ բան, ու շուտ սովածանում էինք, ասում ենք, հա լավ, բայց մի աման կարտոշկան կերա կամ մի աման մակարոնի փլավը կերա, ինչի այսքան շուտ սովածացա, էլ չգիտենք, որ դրանք մենակ ածխաջրեր են ու պատճառն է դա, որ շուտ սովածանում ենք, պետք է սպիտակուսներ ուտենք, հիմա սրա էսա հնդկահավի երշիկ ու հումուս, այս բուտերբրոդը կտանեմ ու իմ պատրաստած յոգուրտը, ավելի շուտ կատնաշորը, գիտեք ինչի հարմար, յոգնանով հայլակտովով թաթաթում եմ, ուտում եմ ու մի անգամից սկսում եմ պայսակը չի ծանրանում ու ամանները, աման չեմ տանում հետս վերում, ահա, այսպես, սրա գտալն եմ վերցնում հետս, հարմար է շատ, մեր խանութում նենց սիրուն ամաններ կային, երեք հոն բաժնում էի աշխատում, որտեղ որ տան աքսեսուարներն են, ինքան սիրուն ամանեղեն կային, շատ սիրուն բաներ կային, ընդմիջումս դնեմ, ինձ սիրելի բարեկամներ ու ամեն ինչ նախապատրաստեմ, որ շուտով դուրս եմ գալու, ժամացույցեր կապեմ, 3 իրիկուն նայել եմ, մենակ քայլելով 850-860 կալորիա է այրել, ժամացույցի մեջ նայում եմ իրիկունը կալորիաները, 860 էր ինչ էր, 3 առաջ օրը նմանապես ուրախան որ ահագին այդ ձևով կալորիա եմ այրում, մնացածն էլ սննդին հետևելով, քիչ ուտելով, մեկա, եթե քիչ ուտենք կնիհարեք, ուտելուց է, ինչ ուզում եք ասել, եթե իհարկե հորմոնային խանգարումներ չկան, բայց եթե քիչ ուտենք կնիհարենք